Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երկար ժամանակ կարող աշխատանք չունենա ու մնան առանց գոյության միջոցների։ Դրանից մեծ վնաս պետության, երբ մարդիկ, երբ աշխատողը չի կարողանում իրան պահի, էլ ինչ եք ուզում։ Հնարավոր չի որ չաշխատեն մարդիկ ապրեն, կամ պետք է փնտրեն այլ աշխատանք։ Գնան ինչ-որ միտեղ աշխատեն, որ կարողանան իրենց ընտանիքների գոյությունը պաշտպանել։ Ուղղակի պետք է հարցը շատ շուտ լուծվի, իմանալով քանի 10 քանի օր մեքենաները կանգնած են, բայց դա նույնիսկ մի օր չպետք է կանգներ, որովհետև ամեն օրը որոշիչ, ամեն օր մարդիկ գնում են ֆուրի վարորդները տեղափոխում են, գնում են, գալիս են կամպանիաներ են, այդ բեռնափոխադրողներ են, այսինքն մի մեծ ձնագունդ առաջանում, սա մի փոքր ձնագնդից մեծ գույտ առաջանում, որ պետք է անպայման լուծվի կառավարության միջոցով։ Մենք ուղղակի եկել ենք այսօր ուզում ենք ձայն բարձրացնենք, որ պետք է այս հարցը լուծվի։ Այ ամսի 18-ից այս խնդիրը կա, մեզ հետ զրույցում նշեցին նաև ձեր ընկերության պատասխանատուները։ Այս դեպքում Հայաստանի իշխանությունները ինչու ականջալուր չեն լինում։ Ըստ երևույթին ինչ-որ բան անում են, մենք չգիտենք թե իրանք ինչ են ուզում անել, ուղղակի մենք չենք զգում այդ արած գործը, պետք է զգացվի։ Եթե իրանք ինչ-որ բան անեն, հիմա պետք է արդեն բացված ու մեքենաները պետք է հասրած իրանց ապրանք հասցնեն տեղ։ Որտեւ սա Վրաստանի գործը չէ, Վրաստանը ոչ մի իրավունք չունի մեր ապրանքները բացի, ինչ որ կապարական քաց։ Մեր ապրանքը որ գնում է Ռուսաստան, բոլոր գոստերը հաստատված, ամեն ինչ ստանդարտին համապատասխան գնում է։ Իրանք ինչի՞ պիտի բացեն ստուգեն։ Ինչ իմանամ ինչ կկատարվի այդ բաց առանց մեր ներկայացուցիչի որ բացում են իրանք։ Դա ցանկացած մարդ կմտածի որ ինչ ուզեն կսարքեն իրանք։ Ուղղակի իրանք չպիտի բացեն։ Մենք պայմանագրեր ունենք, որոնց մեր ապրանքը գնում է համապատասխան քանակի, համապատասխան ֆիրմաներին։ Նրանք հավաքում են, նրանք վերցնում են նմուշներ, իրանք իրավունք ունեն։ Մեր ներկայացուցիչությամբ իհարկե։ Իսկ նրանք ոնց ուզում են բացում են։ Ինչի՞ պիտի բացեն մեր ապրանքները, ինչի՞ պիտի իրանք մեր շշերը բացեն, դատարկեն, ինչ իմանալ այստեղ ինչ կարող են լսնել։ Չունեն, ոչ մի իրավունք չունեն, նրանք ուղղակի